Հայաստանի քաղաքական դաշտում հերթական սկանդալն է հասունանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ռուսական անկախ The Insider պարբերականը հրապարակել է քաղաքական դաշտը պայթեցրած հետաքննություն, որտեղ խոսվում է Կրեմլի կողմից համակարգվող լայնածավալ օպերացիայի մասին։ Հետաքննության հեղինակները պնդում են, որ Մոսկվան փորձում է ամեն գնով կանխել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, խաղադրույք կատարելով պրոռուսական ուժերի եւ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապվող գործիչների վրա։ The Insider-ի աղմկահարույց այս հետաքննությունը փաստացի մատնանշում է, որ Կրեմլը փորձում է բացահայտ միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, իշխանության բերելով իրեն լոյալ ուժերի։ Հետաքննության կենտրոնում հայտնվել է Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը տարիներ շարունակ իր կարողությունը կուտակել է Ռուսաստանում եւ այժմ ըստ պարբերականի Կրեմլի քաղաքական նախագծով փորձում է մուտք գործել հայկական քաղաքականություն, ուժեղ Հայաստան դաշինքի միջոցով։ The Insider-ը գրում է, որ Կարապետյանի բիզնես կայսրությունը սերտորեն կապված է ռուսական պետական համակարգի հետ։ Տաշիր հոլդինգը համարվում է Գազպրոմի խոշոր կապալառուներից, իսկ նրա հիմնական ֆինանսական շահերը գտնվում են հենց Ռուսաստանում։ Սա արդեն ինքնին լուրջ հարցեր է առաջացնում, ում շահերն է պատրաստվում սպասարկել Կարապետյանը Հայաստանի վարչապետ դառնալու դեպքում, Հայաստանի թե Կրեմլի։ Սակայն ամենասկանդալային մասը վերաբերում է Կարապետյանի հնարավոր կապերին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության FSB-ի հետ։ Պարբերականը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ 1999 թվականի անձնագրային գործում աշխատանքի վայրի հատվածում նշված է FSB-ի տեղեկատվական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նախկին աշխատակցի մեկնաբանությամբ նման նշումը սովորաբար օգտագործվում է այն անձանց նկատմամբ, որոնց ստուգման դեպքում իրավապահ մարմինները նախ պետք է դիմեն Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայությանը։ Այդպիսի կարգավիճակ հաճախ ունենում են հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գտնվող կամ ոչ հրապարակային գործակցող անձինք։ Թեև Սամվել Կարապետյանը շտապեց ամեն ինչ ներկայացնել որպես Փաշինյանի պատվեր, նրա արձագանքն ավելի շատ հուսական արդարացում էր, քան փաստարկված Նա ոչ միայն չներկայացրեց որևէ ապացույց, այլև փորձեց թեման վերածել անձնական վիրավորանքների եւ ծաղրի։ Հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Ես 99 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-4 թվականներին, դրա համար մեկ բան չունեմ։ Գաղտնիք եմ ասում։ Դուք էլ իրան գնացեք հարցրեք։ Շուտով ստանալու է սերժանտ։ Սակայն ուշագրավ է, որ Կարապետյանը չնայած հստակ չհերքեց հրապարակված փաստաթղթերի իսկությունը, սակայն այնուամենայնիվ պատրաստվում է իբրև դատական հայց ներկայացնել The Insider-ի դեմ։ Պարբերականի աղբյուրների համաձայն Կարապետյանը նախկինում երբեք ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, սակայն վերջին շրջանում Կրեմլը նրան ուժեղ ճնշել է քաղաքական դեր ստանձնելու եւ ուժեղ Հայաստան դաշինքը ձևավորելու համար։ Հետաքննությունը նաեւ պնդում է, որ Ռուսաստանը պատրաստ է միլիոնավոր դոլարներ ներդնել Փաշինյանի դեմ տեղեկատվական եւ քաղաքական պատերազմի մեջ։ Սա արդեն պարզապես ներքաղաքական պայքար չէ, խոսքը Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի մասին է։ Եթե հրապարակված տվյալները թեկուզ մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա ակնհայտ է դառնում, որ Մոսկվան փորձում է Հայաստանում ձևավորել վերահսկելի քաղաքական համակարգ, օգտագործելով ֆինանսապես եւ քաղաքականապես իրենից կախված գործիչների։ Հետաքննությունը նաեւ բացահայտում է ռուսական փափուկ ուժի մեխանիզմները Հայաստանում, Ռոսոտրուդնիչեստվոյի, ռուսական տան եւ տարբեր հասարակական հարթակների միջոցով։ Ըստ հրապարակման հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդների շրջանում ռուսամետ տրամադրությունների ձևավորմանը, երկարաժամկետ ազդեցություն ապահովելու նպատակով։ Նշվում է նաև, որ Երևանում ռուսական դիվանագիտական առաքելության անվան տակ աշխատում են Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության, դաշնային անվտանգության ծառայության եւ ռազմական հետախուզության ներկայացուցիչներ։ Հոդվածում հիշատակվում են մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ըստ պարբերականի պարբերաբար այցելել են Երևան եւ հանդիպումներ ունեցել հայաստանյան քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այս բացահայտումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարությամբ արձագանքեց։ Միջազգային մամուլը անհերքելի փաստեր է հրապարակել, համաձայն որոնց կալուգացի օլիգարխը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Ընդ որում կալուգացի օլիգարխը լրագրողների հարցերին ի պատասխան չի հերքում այդ փաստը եւ չի հայտարարում, որ պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին։ Պատճառը մեկն է՝ հրապարակված փաստերը անհերքելի են եւ պետք է գնահատել կալուգացի օլիգարխի հավատարմությունը։ Նույնիսկ Պետրոս Առաքյալը 3 անգամ ուրացավ Հիսուս Քրիստոսին
իսկ Կալուգացի օլիգարխը ոչ մի անգամ չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը, եւ հիմա առավել քան հասկանալի է, թե 44 օրյա պատերազմի ընթացքում ինչու էր Կալուգացի օլիգարխը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հավասարության նշան դնում եւ նրանց դիմում միևնույն կոչով։ Պատճառը մեկն էր, նա պարզապես օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից է։ Փաշինյանի այս հայտարարությունը փաստացի քաղաքական ուղերձ էր, ուղղված ոչ միայն Կարապետյանին, այլև ամբողջ ռուսամետ ընդդիմությանը։ The Insider-ի այս հոդվածում ի դեպ առանձին անդրադարձ կա նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որի քաղաքական եւ բիզնես կապերը տարիներ շարունակ կապված են եղել Մոսկվայի հետ։ Պարբերականը հիշեցնում են նրա Եդինայա Ռոսիայի հետ գործակցության փաստը, նաև նրա խորհրդային տարիների քրեական գործը, պնդելով, որ 1979 թվականին վերջինս դատապարտվել էր կողոպուտի եւ բռնաբարության համար, սակայն հետագայում արդարացվել է։ Նշվում է նաև, որ Փաշինյանը տարիներ առաջ Ծառուկյանին էր մեղադրել իր մեքենայի պայթեցման պատվերի մեջ, թեև դա երբևէ պաշտոնապես չի ապացուցվել։ Այս ամեն ընտրություններից օրեր առաջ Հայաստանի ներքաղաքական պայքարը տեղափոխում է բոլորովին նոր մակարդակ։ Քննարկման գլխավոր թեման ոչ թե միայն իշխանություն, ընդդիմություն, հակամարտությունն է, այլ այն հարցը, թե արդյոք Հայաստանը կանգնած է ռուսական վերահսկողության տակ վերադարձվելու վտանգի առաջ։ Եթե The Insider-ի հրապարակած տվյալները նույնիսկ մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա ակնհայտ է դառնում մեկ բան. Կրեմլը Հայաստանի ընտրություններին վերաբերում է ոչ թե որպես հարևան երկրի ժողովրդավարական գործընթացի, այլ որպես սեփական ազդեցության գոտին վերականգնելու օպերացիայի։ Իսկ Հայաստանի հասարակության առաջ կրկին կանգնում է հին, բայց այժմ առավել սուր հարցը. արդյոք երկրի ապագան պետք է որոշվի Երևանում, թե Կրեմլի փակ կաբինետներում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։